Բուհերում բակալավրի ընդունելության համար այս տարի հատկացված պետպատվերով տեղերը 3118-ն են, վճարովի տեղերը 10,000։ Համեմատած վերջին 3 տարիների վճարովի տեղերը էական կրճատվել են, նախորդ տարվա համեմատ 4000 տեղով վճարովի տեղերը սահմանափակվել են։ Սկզբունքը Բուհերում ապահովել մրցութային սկզբունքը, մրցույթի արդյունքով բուհերը համալրվեն դիմորդներով, ուսանողներով։ Վճարովի տեղերը նախկինում անհամեմատ շատ են եղել, քանի որ հատկապես ոչ պետական բուհերը հայտագրման համար ներկայացրել են իրենց ամբողջ լիցենզիոն տեղերը, որոնց մեծ մասը միևնույնն է թափուր է մնացել։ Հիմա հաստատման ընդունվում են սահմանափակ տեղեր։ Նաև այդ 10,000 տեղը ընտրել ենք հաշվի առնելով վերջին 2-3 տարիներին բոլոր բուհերի պետական եւ ոչ պետական բուհերում ընդունելության փաստացի արդյունքները։ Պետպատվերով տեղեր չեն հատկացվել բուհերի ուղղվածությանը չհամապատասխանող մասնագիտություններով կամ հատկացվել է 1-2 տեղ։ Օրինակ տնտեսագիտություն մասնագիտությամբ պետպատվերով տեղ չկա Պոլիտեխնիկական համալսարանում։ Այս մոտեցումը կա արդեն 3-րդ տարին եւ բխում է կրթության զարգացման պետական ծրագրից։ Մասնավորապես բուհերի խոշորացում, այդ թվում նաև կրթական ծրագրերի խոշորացում եւ բուհերում ըստ ուղղվածության կրթական ծրագրերի ներդրում։ Դա բխում է նաև ակադեմիական քաղաքի հայեցակարգից, որը նախատեսում է կլաստերների ձևավորում համապատասխանողությունների։ Պետպատվերով երկուական տեղ է հատկացվել ոչ պետական 3 բուհերի՝ Գլաձոր, Հյուսիսային եւ Եվրասիա միջազգային համալսարաններին։ Էլի նախորդ տարիների սկզբունքն է պետության համար ոչ պետական եւ պետական բուհեր հավասարության սկզբունքով ենք ընտրել ենք այն բուհերը, որոնք ունեն ինստիտուցիոնալ հավատարմագրում։ Պետական մանկավարժական համալսարանում այս տարի նոր կրթական ծրագիր կլինի՝ արհեստ-արվեստ 1 անվճար տեղով։ Այսպիսով համալրվել է կրկնակի որակավորում շնորհող մասնագիտությունների շարքը, օրինակ մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա, քիմիա։ Պետպատվերով տեղերի 61%-ն, ինչպես նախորդ տարի, հատկացվել է բնագիտա-մաթեմատիկական ուղղությանը։ Պետության համար առաջնային կարևորություն ունեցող այս մասնագիտություններն ավելի գրավիչ են դառնում 70-77 հազար դրամ կրթաթոշակի ու տարկետման համակարգի շնորհիվ։ Ընդունելության տեղերի նախագիծն այս տարի կառավարության հաստատմանն է ներկայացվել 2 օր ուշացումով։ Դիմորդների հայտերի ընդունումն էլ հետևաբար հետաձգվել է։ Կոմիտեում վստահեցնում են բնականon գործընթացին դա չի խանգարել, քանի որ դիմորդները միշտ էլ հայտերը հիմնականում լրացնում են վերջին օրերին։ Առցանց հայտագրումը կշարունակվի մինչև մայիսի 10-ը։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնում ուշադրություն են հրավիրում, որ հունվարին անցկացված քննությունների ժամանակ դիմորդը բուհ եւ մասնագիտություն չի նշել։ Հետևաբար դա պետք է անել այս փուլում, եթե անգամ նախկինում ստացած գնահատականը գոհացնում է կամ դեռ ուժի մեջ է, ու մտադրություն չկա ընդունելության քննություններին մասնակցել նաեւ ամռանը։ Նախորդ տարի մենք ունեցել ենք այդպիսի դիմորդներ, որոնք հունվարին քննությունները հանձնելուց հետո բավարարվել են իրենց արդյունքով, այլևս ոչինչ չեն արել, չեն նշել բուհը եւ մասնագիտությունը ապրիլ-մայիսյան հայտագրման ժամանակահատվածում եւ դուրս են մնացել պարզապես։ Չեմ կարող ասել քանի հոգի, բայց մոտավորապես մի 5-6 հոգի դուրս են մնացել։ Կարոն Ասիպյանն ամեն դեպքում հիշեցնում է կրկնակի քննություն հանձնելուց վնաս չկա։ Եթե նույնիսկ ստանում են ավելի ցածր գնահատական, քան առաջին փուլում հանձնված քննությունը, ապա օգտագործում ենք մրցույթի ժամանակ առավել բարձր գնահատականը։ Քննությունների անցկացման կարգում փոփոխություններ չեն եղել։ Այս փուլում կարող են հայտագրվել Հայաստանի բոլոր դպրոցների նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այս եւ նախորդ տարիների շրջանավարտները, ինչպես նաեւ օտարերկրյա ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտները։ Չեն հայտագրվում միայն նրանք, ում ավարտական փաստաթղթում հայոց լեզվի գնահատականը բացակայում է եւ իրենք ցանկանում են միասնական քննություն հանձնել ռուսերենով թարգմանված թեստով։ Ընդունելության եւս մեկ փուլ կլինի հուլիսին։ Հունիսին անցկացվելիք քննությունների օրերն ու քննական կենտրոնները կորոշվեն հայտագրման ավարտից հետո։ Աննա Զախարյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Լուրեր։